Հայ վարսահարդար և կոլորիստ Լիլիթ Հակոբյանը միջազգային կարևոր հաջողություն է գրանցել։ Նա Հարավային Կորեայում անցկացված հեղինակավոր OMC Asia Cup Open մրցույթում, որը հաճախ անվանում են գեղեցկության ոլորտի օլիմպիական խաղեր, եզրափակչում զբաղեցրել է պատվավոր 6-րդ տեղը, մրցելով աշխարհի լավագույն մասնագետների հետ և ներկայացնելով Հայաստանը։ Սակայն այս հաղթանակի ճանապարհը հեշտ չի եղել։ Լիլիթի ընտանիքը ստիպված է եղել շատ կարճ ժամանակում լքել Հայաստանը և տեղափոխվել Միացյալ Նահանգներ, թողնելով տարիներով ստեղծած կյանքը, ձեռքբերումները և երազանքները։ Նոր երկրում ամեն ինչ սկսվել է զրոյից, բայց դա չի խանգարել նրան շարունակել իր մասնագիտական աճը։ Այսօր Լիլիթը շարունակում է աշխատել գեղեցկության ոլորտում, համագործակցում է նորաձևության նախագծերի, միջազգային մրցույթների և կինոարտադրության ընկերությունների հետ։ Շուտով նա նաև կբացի սեփական գեղեցկության կենտրոնը, որտեղ, ինչպես ինքն է ասում, իր գլխավոր նպատակն է ոչ միայն գեղեցիկ տեսք ստեղծելը, այլև կանանց սովորեցնել առողջ մազեր ունենալու և ճիշտ խնամելու մշակույթը։ Ինձ համար առաջնայինը առողջ մազերն են, հետո նոր տեսքը, ասում է Լիլիթ Հակոբյանը։ Նրա պատմությունը հիշեցնում է, որ նույնիսկ ամենադժվար շրջադարձերից հետո հնարավոր է նորից ոտքի կանգնել, շարունակել ստեղծագործել և միջազգային հարթակներում արժանապատվորեն ներկայացնել Հայաստանը։ Կիսվեք տեսանյութով և բաժանորդագրվեք, որպեսզի բաց չթողնեք կարևոր նորությունները։